Ինչ է նշանակում սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնությունը դա նա է, որ պարլամենտի այս կամ այն ուժը ունի ձայների այնպիսի քանակ, որը իրեն հնարավորություն է տալիս 3/5-ով ընդունել այնպիսի սահմանադրական օրենքներ եւ դրանցում փոփոխություններ իրականացնել, որոնցից են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը, մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը եւ այդ օրենքները կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, այդ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե պարլամենտում որևէ քաղաքական ուժ ունի 3/5, այսինքն սա նշանակում է, որ եթե ԿՊ-ն չունենա 3/5, այդ օրենքներում սահմանադրական նա չի կարող որևէ լրացումներ, փոփոխություններ անել, ավելին, եթե ԿՊ-ն չունենա 3/5 ձայներ, նա չի կարող գլխավոր դատախազ ընտրել, նա չի կարող մարդու իրավունքների պաշտպան ընտրել, նա չի կարող կենտրոնական բանկի նախագահ ընտրել, նա չի կարող ընտրել վճռաբեկ դատարանի անդամներին եւ վճռաբեկ դատարանի նախագահին, նա չի կարող հաշվեկշռի քննիչ պալատի նախագահին ընտրել, նա չի կարող ընտրել մարդու իրավունքների պաշտպանին։ Սա լրջագույն խնդիր է։ 2/3-ը, պարոն Մնացականյան, մի դեպքում է կիրառելի մեր պարլամենտում սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու մասին։ Եթե որևէ քաղաքական ուժ չունի 2/3, նա սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իրավասություն չունի եւ հանրաքվե նախագիծը հաստատելու հնարավորություն չունի։